Այսօրվա խորհուրդը իհարկե արդեն տասնամյակներ համենայն դեպս իմ կյանքի ընթացքում խորհուրդ է մնում եւ ես ամեն տարի իմ այսպես ասած հոգու պարտքն եմ կատարում եւ իմ խոնարհմանն եմ արժանացնում մեր հայրենակիցների զոհասեղանին դնելու այդ ամբողջ իրականությունը չգիտեմ ծանր է շատ ծանր է եւ իհարկե սա անջնջելի մի պատմության էջ է եւ տարիներ տասնամյակներ էլ անցնեն հայ ժողովուրդը երբեք մոռացության մեջ չի կարող սա դարձնել եւ այսքանը կարող եմ ասել Որտեղից եք եկել ժամը քանից եք այստեղ սպասում Ես ճիշտ ասած մտադրված էի շատ ավելի շուտ լինել բայց թե քաղաք է տրանսպորտի խնդիր կա մի խոսքով մի փոքր ավելի ուշ ասա եւ արդեն փակ էր մուտքը Ինչքան ժամանակ եք սպասել որ Իմ հաշվարկով մոտավորապես 1 ժամ Ամեն տարի գալիս ենք Աջափնյակի բնակիչ եմ Եվ այսօրվա խորհուրդը ձեզ համար Խորհուրդը հիշատակ մեր անմեղ զոհերի Մենակ եք գալիս ամեն տարի ձեր թորնիկն է Թորնիկս Ընտանիքով հա թորնիկի հետ ոնց է ամեն տարի եք Հիմնական թորնիկիս հետ եմ գալիս Գալիս են ընտանիքից բայց առանձին Մենք շուտ ենք գալիս միշտ էլ Այսօր եւս դուք հերթի մեջ եք հա փակել ճանապարհը Հա փակել էին Այդ մասով եւս ուզեմ ձեր խոսք ինչքան ժամանակ ապա Չէ մենք քիչ սպասեցինք 10 րոպե Բայց չհասկացանք նպատակը փակելու Արողակարգ էր իշխանություններ եկել դրանով Այդպես քաղաքացի ձեզ համար շատերը ասում են դժգոհում են ասում են ինչու պետք է փակեն Դե ինչ Փաշինյանն էլ ամարտ մենք էլ ենք մարդ ինչ տարբերություն պետք է բաց էլ բոլորի համար էլ Միշտ էլ բաց է եղել կոմունիստների վախտովել միշտ եկել ենք միշտ բաց է եղել Այդքանը երևի ինչ ասեմ 15 թվի է ցեղասպանության մասին հա շատերը նշում են որ փորձում են մոռացության մատնել Ոնց կփորձեն քաղաքականությունը տարվում է այնպես որ արևմտյան Հայաստանի մասին Նիկոլ Փաշինյանը եթե լսել եք ասում է որ արևմտյան Հայաստանը մեզ համար Արաքսգետից այս կողմն է օրինակ Արմավիրի մարզի հատված Մարալիկը եւ նմանատիպ այլ բաներ որպես քաղաքացի ինչ եք զգում Արադ լեռան մասին խոսելը որ պետք է դա իրական Հայաստանի մեջ չի Աբսուրդ բաներ են Չգիտեմ Կիսում եք այս իշխանությունների գաղափարախոսությունը Չէ իրական Հայաստանի բաց հարցակ չեմ կիսում ոչ եկեք կիսում